Շնորհակալություն, պարոն Դանիելյան, առաջարկում եմ չգնալ, որպեսզի հետագայում անհարմար վիճակներից խուսափեք։ Ինչի համար եմ ասում, պարոն Դանիելյան։ Ձեզ ըստ երևույթին այդ տեսանյութը դուք չեք պատրաստել, որը որ այստեղից միացրեցիք, բայց այդ տեսանյութը իր մեջ շատ կոնկրետ սուտ է պարունակում, շատ վատ մանիպուլյացիա է պարունակում։ Այդ տեսանյութը միացնում եք, որտեղ վարչապետը ասում է. պիտի զրոյացվեն վարկերի, ժամկետանց վարկերի ուտեղ անջատվում է ձեր տեսանյութը։ Այդտեղ խոսքը չէ, մի վարքյան, պարոն Դանիելյան, ցույց տվեք։ Այդտեղ վարչապետի խոսքը շարունակվում է։ Ժամկետանց վարկերի տույժերը եւ տուգանքները։ Դա ասում է հեղափոխության ժամանակ, այդ ժամանակ դեռ ընդդիմադիր падգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դառնում է կառավարության ղեկավար։ Դրանից հետո կառավարությունը տանում է շատ կոնկրետ աշխատանք Հայաստանի Հանրապետության բանկերի հետ։ Եվ արդեն 2018 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում գործող Հայ բիզնես բանկը, Ինեկո բանկը, Յունիբանկը, սկզբում այս երեքը, հետո նաև մնացած բանկերը հայտարարություն են տարածում, որ կառավարության հետ եկել են պայմանավորվածության, որ կառավարությունը կազատի այդ բանկերին տույժեր տուգանքների վրա ավելացված հարկերից, իսկ իրենք կներեն ֆիզիկական հաճախորդների վարկերի տույժերն ու տուգանքները։ Երկու անգամ էլ ազգային ժողով օրինագիծ է եղել այդ թեմայով, որ այդ խոստումը կատարվել է։ Դուք դա բերել ներկայացնում եք որպես չիրականացված խոստում, այնինչ դա իրականացված փայլուն խոստում է, որ այո, մենք ազատել ենք մարդկանց, կառավարությունը իր հետևողական աշխատանքով խոստացել է, վարչապետը հեղափոխության ժամանակ եւ դա արել է կառավարությունը, ներելով ոչ թե վարկերն ամբողջությամբ նման խոստում ոչ մեկ չի տվել, ինչքան էլ որ դաշնակցության քարոզչական թևը փորձել է դա կտրել, մանիպուլացնել, տենց խոստում չի եղել, որ բոլոր վարկերն են ջրվել, եղել է տույժերի եւ տուգանքների մասին եւ դա արվել է, բայց մենք դրանով էլ չենք սահմանափակվել։ Ու հիմա գործարկել ենք նոր ծրագիր, որով որ մարդիկ իրանց անհուսալի վարկերը կարողանում են սեփական եկամտահարկից վարել։ Օրինակ կար Քոչյանի մտքով տենց բանացներ, կար Սերժի մտքով տենց բանացներ, չէ՞, չեր անցնի, բավ պետքա դղյակները կառուցեր։ Մենք մեր խոստումը գերա կատարել ենք։ Ու հենց էսա հարցը, որ դուք մեր տված ու կատարած խոստումը մանիպուլացնում եք, կեղծում եք ու բերում եք դա ներկայացնում եք որպես չարված։ Ինչևէ, ասում եք օպերացիաներ եք իրականացնում, ընդդիմադիր համայնքապետը, էլի համայնքապետը փոխվում է, դառնում է բան։ Բա դուք այդ ինչ օպերացիա եք բան արել, իրականացրել, որ Իմ քայլը դաշինքի 98-րդ համար Տիկին Աննա Գրիգորյանը դարձել է Հայաստան դաշինքի падգամավոր Տիկին Աննա Գրիգորյանը, այդ ինչ օպերացիա եք իրականացրել։ Թե տենց կարելի է, երբ որ իմ քայլով դառնում են падգամավոր գալը տեղ, բայց չի կարելի, որ ընդդիմադիր ավականին ուրիշ ուղղությամբ քվեարկի։ Կարելի է, օքեյ է այդ։ Մի դեպքում օքեյ է, մի դեպքում օքեյ չէ, այդ ո՞նց է տենց ելնում։ Օրինակ, երբ որ տենց բան եք ասում, պետք է խմբակցությունը որոշեք ու Տիկին Աննա Գրիգորյանի խմբակցությունից հեռացնեք, եթե դա տենց անընդունելի, անթույլատրելի երևույթ է, բայց չէ, շատ հարմար իրար հետ աշխատում եք, ողջունում եմ դա, բայց այդ դեպքում մի ասեք, որ դա անընդունելի բան է այն դեպքում։ Հաջորդը, ասում եք, պարոն Մինասյան, ասում եք շոու եք անում, երբ որ Վարդանիկին ձերբակալում եք։ Նախ ով է շոու անում, ուզեցա հասկանամ ով է շոու անում։ Եվ պարզվեց, որ շոու դուք եք անում, պարոն Մինասյան։ Աղմուկ եք բարձրացնում, ես եք անում։ Մտել եմ Երևանից, այն օրվա սաղ բոլոր լրատվականների էջերը թերթում են։ Տեղում են մի 10-20 ընդդիմադիր լրատվական, ձևի համար մի հատ մեծ լոյալ լրատվական տեղում չի եղել։ Ոչ իմացել են, ոչ գնացել են, ոչ բան են արել։ Այդ աղմուկը դուք եք բարձրացրել։ Շոուն դուք եք սարքել։ Պարոն Մինասյան, մարդիկ գնացել էին, որպեսզի սիրուն, հանգիստ ձերբակալեին ինչ-որ մեկի, ով որոշել էր, որ պետքա 4 միլիոն դրամի կաշառք լափեր։ Սիրուն իրանց ծառայողական պարտականությունների շրջանակներում։ Ընդամենը գնացել էին խուզարկություն էին անելու եւ ձերբակալ են, բայց չէ։ Օй, հասեք, բռնաճնշումը քաղբանտարկյալա, Վարդանիկը քաղբանտարկյալա, այդ այնց դեմքի արտահայտությամբ են լայվերն էլ նայում են, միջև մը բան չեմ անում, էլի այդ շատ հետաքրքիր լայվեր էին ստացել ընդդիմադիր լրատվականները, պարոն Մինասյան, ու դրա արդյունքում բան եք անում, ասում եք շոու եք սարքում, մենք ենք սարքում, դուք եք շոու սարքում։ Ինչքան կոռուպցիոներ, մարդասպան, տանձ, խնձոր, մանդարին, ինչքան տես կիսակրիմինալ դեմ կա, տանում եք սարքում եք, բերում ա տենց, մարդը հասկանում է, ինչ-որ մի ձևից ինֆորմացիա ստանում, որ իրա գործերը հեսա ինչ-որ մի փուլ առաջ են գնալու, ակտիվ քաղաքականություն ա մտնում, մեկ էլ ինչ-որ մի հատ հերթական կոռուպցիոներ, ասենք, մելկի էլի ձեր աշխատանքային լեզվով ասած, մելկի կոռուպցիոների բռնում են, օй, սա քաղաքական հետապնդում է, կներեք էլի ժողովուրդ։
որն է քաղաքական հետապնդում։ Ասենք այդ զապիսը լսում ես, ասում է 4 միլիոնը վերու։ Դրա ի՞նչն է քաղաքական։ Ոնց կարա դա համարվի քաղաքական հետապնդում առհասարակ։ Էլ չեմ խոսում բանի մասին։ Արժանապատվության ու արժանապատվության նվաստացման ու դաշնակցության անկախության ջատագով լինելու մասին։ Ձեր սիրած գիրքը նորից բերել ենք այստեղ, պարոն Մինասյան։ Spy Master հեղինակված է ձեր շատ սիրելի սովետական KGB-ի հակահետախուզության պետ գեներալ պարոն Կալուգինի կողմից, որտեղ էլի նորից բացում ենք պարոն Մինասյան ձեր սիրելի 221-րդ էջը, որտեղ պարոն Կալուգինը շատ մանրամասն գրում է, թե ինչպես է սովետական KGB-ն միջև 1980-ականները ամբողջ թափով KGB-ի գործակալներ ներդրել դաշնակցության շարքերը այնքան ժամանակ, միջև դաշնակցությունը ամբողջությամբ վերածվել է սովետական KGB-ի կամակատար միավորի։ Ես չեմ ասում, այս մարդը այս իր գրքում գրում է սովետական KGB-ի հակահետախուզության պետը։ Հիմա երբ որ ասում եք, որ պարոն Ռուբինյանն է շատ սիրում ասել, ինչը փոխվեց դաշնակցությունում, ինքը սովորաբար չի սիրում, երբ որ մենք բան ենք անում, մեջբերումներ ենք անում հեղինակավոր մարդկանցից, բայց այնուամենայնիվ էս է փոխվել, պարոն Մինասյան, մարդը շատ հստակ ժամանակագրությունն էլ է նկարագրում։ Ու դրա համար է, որ դուք անկախության համար չեք պայքարում։ Այստեղից պարոն Մանուկյանն ասում է, մեկ էլ բոլշևիկներն էին դաշնակցության դեմ պայքարում, որ բոլշևիկները։ Այն նույն կոմունիստ բոլշևիկները, որոնց հետ Գյումրիում հիմա կներեք արտահայտությանս համար օրթախ եք։ Այդ ձեզ թվում է ժողովուրդ ջան, այդ տենց բան է, հա, տենց կոմունիստական կուսակցություն աջակցել է, այդ տենց նորմալ բան է, որ դուք գաք մի հատ էլ ստեղ ասեք, այ դուք քաղաքական հետապնդում եք անում, հետո էլ մեզ ասեք դուք սենց դուք կնես։ Չէ, դուք կոմունիստ եք։ Դուք կոմունիստական կուսակցության աջակից եք։ Այդ նորմալ բան չի, ժողովուրդ ջան։ Այդ բանն է, տենց խարան է, կներեք արտահայտությանս համար։ Դա խարան է։ Դա խարան է, որը դուք հիմա կրում եք։ Հələ էլ չասած, որ մի հատ էլ այդ կոմունիստական կուսակցության տեխնացուն լինի Վարդանիկը, որին դուք աջակցում եք, ախր հասկանում եք, դա ինչ բան է։ Ու ազգային արժանապատվության մասին անկեղծ եմ ասում, էլի ամենայն հարգանքով։ Ազգային արժանապատվության մասին հազար ներողություն, բայց մեզ թող դաս չտա, էլի, ինչ որ մի քաղաքական միավոր, որին վերբովկա են արել, որին KGB-ն սարքել է իր, ինչ ասեմ, չգիտեմ ինչը։ Չեք կարա դուք արժանապատվության մասին մեզ դաս տաք։ Չեք կարա ազգային արժանապատվության նվաստացման մասին խոսակ։ Ուղղակի ֆիզիկապես չեք կարա, տենց չի լինի, ժողովուրդ ջան։ Ազգային արժանապատվությունը դա Հայաստանի Հանրապետությանը ծառայելն է, ոչ թե սովետական կամ ռուսական KGB-ին։ Տենց ազգային արժանապատվություն ես չգիտեմ, որ պետքա ծառայի սովետական KGB-ին։ Տենց չի լինում ուղղակի, պարոն Մինասյան։ Ու հիմա էլ գնացել եք բան եք անում, Գյումրիում աջակցում եք կոմունիստական կուսակցության տեխնացու Վարդանիկին, որը նաև բարբերաբար խոսում է այն մասին, որ Հայաստանը պետքա Բելարուսի օրինակով մտնի միութենական պետություն, մեզ ասում եք մենք անկախության ջատագով ենք։ Հա, բան չենք, ժողովուրդ ջան։ Հո, ստեղ բան չի, գժի դար չի, կներեք, էլի ես բառը ասեցի, հեսա էլի ասելու են, թիրախավորում եք հազար ներողություն, հո, բան չենք, ասենք, անջատված չենք։ Անադեկվատ չենք, հո, Տիկին Վարդան, որ դուք միութենական պետության ջատագով կոմունիստին աջակցեք, հետո մեզ ասեք, որ դուք անկախության ջատագով եք, չի լինում այտենց։ Բայց ստեղ մի կարևոր բան էլ կա, էլի, ախր հասկանում եք այս ամեն ինչի մեջ։ Դուք շարունակում եք ծառայել այն նույն ուժերին, որոնց որ ծառայել եք այն ժամանակներից սկսած։ Դուք շարունակում եք ծառայել այն նույն նպատակներին, որոնց որ ծառայել եք։ Բայց դուք մարդկանց ներկայացնում եք դրա 180 աստիճան տարբեր։ 90-ականների հետ ձեր հիմիկվա տարբերությունը էդ է։ Այն ժամանակ դուք կանգնում պարզ ասում եք, այո, մենք դեմ ենք անկախությանը։ Հիմա դուք դա պարզ չեք ասում, դուք դրա հակառակն եք ասում, ասում եք մենք կողմ ենք խաղաղությանը եւ անկախությանը։ Բայց ասենք ինչ ասեմ, էլի ձեր աշխատանքային լեզվով ասած, ի հիժու պանյատնը, որ ձեր իշխանության գալու դեպքում Հայաստանում լինելու է եւ պատերազմ եւ անկախության կորուստ։ Որտեւ ձեր դաշինքից առանձնացած sense բանը Տաշեղի պես Թևանյան Անդրանիկը շատ մի բան է ասել է առանց Ղարաբաղի հարցի Հայաստանի Հանրապետության գոյությունը իմաստ չունի։ Եվ հետեւաբար Հայաստանի Հանրապետության գոյությունը դուք պետքա դադարեցնեք։ Դա է ձեր քաղաքական գլխավոր բանը լինելու, նպատակը լինելու։ Կարող է դուք անձամբ դրան դեմ լինեք, հարգելի գործընկերներ, բայց երբ որ հրամանը գալիս է ձեր համար այսպես մատի նշանով, դուք այն կատարել, չկատարել չեք կարող։ Շնորհակալ։ Ես ուզում հասկանամ հանրապետական կուսակցության ներկայացուցիչը ինչքան ուժ եւ եռանդ պետք է ունենա, որպեսզի գա ստեղից խոսա ստի մասին։
ձեր ամբողջ քաղաքական կարիերան, կարելի ասել լոգոն, ղեկավարը, դա սուտն է։ Դուք դրա պատճառով իշխանություն եք կորցրել, հասկանում եք։ Դրա պատճառով սուտ խոսալու, Սերժ Սարգսյանը այնքան սուտ խոսած, թե գործընկերները, իդեպ նկատի ունեմ, ռուսական կողմին, ԱՄՆ կողմին, թե ժողովուրդը, այդ ստի պատճառով ասաց հերիքա մեզ խափես, ընտրությունները խափում էիք, ելույթներում խափում էիք, տեխնացություն չեմ դնելու, Արմենիկումն եմ հնարել, 99 թվին Սերժ Սարգսյանը Արմենիկումից էր խոսում, դրանից հետո, սենց ասեմ, կարելի է բաներ գրքեր գրել ստի մասին, ու դուք հենց Յարմարկա Չիսլավյան գալ ստեղ լուրջ դեմքի արտահայտությունով, սենց բաներ անելով, Իմջած ինչ եղավ Աղազյանի եւ Ասլանյանի հետ ձեր բանակցությունը միացան իմպիչմենտին, այդ լուրջ դարակազմիկ բանակցությունը ինչով ավարտվեց։ Էլ չեմ ասում իմպիչմենտ էի անում 24 հոգի քվեարկեց 34-ն չկարողացա։ Այդ լրջությունը, որ ասենց ուզում եք փոխանցեք, դուք ճիշտ եք անում, որ չեք գալի դահլիճ։ Հələ ստեղ գոնե ինչ որ բովանդակություն ունեցող ճանապարհ անցած այնուամենայնիվ ինչ որ միտք կա, դուք պետք է ամաչեք գաք ու ճիշտ եք անում, որ ամաչում եք։ Դուք պետք է լռեք, ձևանեք, որ այդ դուք չեք։ Մարդ կա, ասեք, թող բեղ պահի, կարողա չճանաչեն։ Դուք պետք է չգաք, դուք ասելիք չունեք։ Դուք անցել եք ազգային ժողով, որպես այն որ գնում ես խանութում, մեծ առնարան ես առնում, մի հատ թեյնիկ են նվեր տալիս, դուք տես թեյնիկի կարգավիճակով հայտնվել եք ես խորհրդանում։ Ոչ ձայն ունեք, ոչ համակիր ունեք, ոչ ասելիք ունեք։ Իսկ ասեմ ստի մասին մի խոսացեք, սուտը եւ Սերժ Սարգսյանը նրանք բարեր հոմանիշներ են հայկական քաղաքականության դաշտում։ Ամոթ է, էլի։ Հա հասկանում եմ տենց հասելով 91 թվի, եսին որ թվի բանակցային բաներն եք ուզում, որ հրապարակվի։ Եկեք ձեր ղեկավարին եւ պարոն Քոչարյանին համոզեք, եկեք բանավեճի, բախի չեք գալի բանավեճի։ Ձեզ հարմար ժամանակ ես կխոսեմ, ես անպայման կխոսեմ եւ ամենացածր մակարդակի բոլոր 10 գոյություն ունեցող քաղաքական գործիչների ձեր ներկայացուցիչները, որ տարբեր մարդկանց բանի են, բանավեճի են կանչում, ձեզ թվում է դուք դրանով այդ խոսակցությունից փախնելու եք։ Ձեր դիվանագիտության հետևանքով էր, որ Սերժ Սարգսյանը այստեղից ասում էր, դե փակուղի է։ Կարող է հնարում եմ, կարող է տենց չի եղել, Google search-ով կգտնես այդ ամեն ինչը։ Հա, ներողություն եմ խնդրում, կգտնեք այդ ամեն ինչը։ Ու այդ աճպարարության մասին խոսալուց նաև ուզում եմ մեր գործընկերներին հիշեմ։ Այդ որ ասում եք աճպարարություն, բառ փոխել, պարոն Արտուր Խաչատրյանը ստեղից ասում էր, ամիսներ առաջ ասում էր, ԱՄՆ նախագահ չի հանդիպել, չի տեսել, նույնիսկ չի ճանաչում, չեն կանչել, այսօր եկել ասում է, այո, ԱՄՆ նախագահի հետ վարչապետի հանդիպման կամ իսկ մեր ժամանակ բանը հանդիպել էր եւ այլ, տեղից մի խոսացեք։ Հա մեր ժամանակ հիմա ասում է, չեն ստորագրել 3 հոգի չեն ստորագրել, 2 հոգի են ստորագրել։ Ժողովուրդ այդ աճպարարությունը թարգեք, ասում է, մեկ անգամ պարոն Մինասյանը ասում է, ինչ ասեց, ասում է, մի անգամյա ծորենի ակցիա է այդ Ալիևը անձամբ ձեզ է ասել։ Այն ինչ որ ես լսել եմ հետեւյալը, ուղիղ խոսքով, որ ես ասել եմ, որ այս երկրի նախագահին խնդրել եմ, որ այլևս այդ բանը չկա եւ առաջինը անցել է Էս, եթե դուք այլ ինֆորմացիա ունեք, կիսվեք, հերիքա փոխեք, այսօրվա ամբողջ բանաձևի խոսակցության բովանդակության խնդիրը կանում է նրա մեջ, որ դուք ոչ մի լավ բան ոչ տեսնում եք, ոչ արձանագրում եք, բայց դա մեզ կարևոր չի, որովհետև մենք դրանով չէ, որ ընտրվելու ենք, դուք ձեր արած հայտարարության տակ եք մնում, դուք հետագայում չեք կարողանալու գաք ասեք, վայ, բա էս եղավ, վայ, բա էս փոխվեց, եւ այլը, այս ձեր խնդիրն է, այս ձեր մեծագույն խնդիրն է, եկեք ասեք լավ բան է եղել, եկեք ասեք հա այս ինչ բանը ստացվեց, տենց բազմաթիվ օրինակներ կան, սահմանազատման, սահմանագծման բանը չի ստորագրվեց, պատերազմա, Քրիստինեն Վարդանյան գոռում էր, պատերազմա, ստեղ կանած գոռում էիք, պատերազմա, ես ընդից ասում եմ, ինչ ա եղել, խես ասում, ինչ որ ինֆորմացիոն, իդեպ Ղարաբաղի դրոշը դզեք, տենց ուղակի բանով չի, պետք է հոգ տանել այն բանի համար, որի համար պայքարում ես, շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, ես որ սկսում եք ելույթ ունենալ, մի հատ այնց ոչ ունեք, ինձ Միմինո ֆիլմն է հիշացնում, այն որ այսօր եկաք ասեք, գնացեք այս փողոցով անցեք եւ կտեսնեք այս փողոցում դրված անվանի այս մարդու, այն Միմինոյի մի հատ տեսարան կա, որ դատարանում դատի ժամանակ այն տուժած կողմը գալիս ասում է,
դե ասում ես ամեն անգամ ասում եմ Բագրատյոնի մետրոյի կողքով եւ աչքերս արցունք են լցվում։ Հիմա նույնպես նայում եմ Ամբաստանյանների աթոռին եւ աչքերս կրկին արցունք է լցվում։ Այդ, հա? Հա, արդեն ամոթից, այդ ոճը, այդ հնացած, այդ էմոցիա, ես չեմ լսում ինչ եք ասում անկեղծ ասած, ես կիսվում եմ իմ էմոցիաներով, դուք ձեր էմոցիաներով եք կիսվում, ես ձեր հետ կիսվում եմ իմ էմոցիաներով։ Իսկ ես ուզում եմ մի լավ բան ասեմ ձեզ, լավ դուք հա, լավ բան արեցի, ուրախ եմ, որ գոնե մի լավ բան դուք էլ արձանագրեցիք։ Ես ուզում եմ դիմել քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներին։ Հարգելի падգամավորներ, ես գործի բերումով այնց հաստատվում, որ բոլորի ելույթները այնց ուշով լսում եմ, դուք ձեր մի մասը դուրս է գալիս ինչ-որ գործով եւ այլ, ես լսում եմ եւ ես պետք է ասեմ, որ ես հպարտանում եմ մեր խմբակցությունով։ Մենք ծանրակշիռ 5 տարվա ընթացքում ծանրակշիռ քաղաքական գործիչներ ենք այս խմբակցությունով ի հայտ բերել, ասենց ասեմ, քաղաքական դաշտը նոր սերնդի ուժեղ քաղաքական գործիչներ ունի։ Ու ես վստահ եմ, որ այս կողմում հաջորդ ընտրություններին էլ թեկուզ հայտնված քաղաքական գործիչները հələ երկար ճանապարհ պետք է անցնեն, որ իմ գործընկերների այս խոսքը բովանդակալից եւ փաստարկների վրա հիմնված խոսքին կարողանան բան հակադրել։ Ես շնորհակալություն եմ ձեզ հայտնում, այո, բոլորիդ սրտիկ շնորհակալ եմ ձեզ, ձեր լավ աշխատանքի համար, ես վերևը նստած եմ, որ հենց ասում են, չէ, Մուրադի դեմքով նստած հպարտանում եմ, ամեն մեկիդ ասած խոսքի տակ ստորագրում եմ, շնորհակալություն ձեզ, տենց լավը լինելու համար։ Պարոն Մինասյան, ես ձեզ ուրիշ բան էի ասում, Պարոն Մինասյան, ես ձեզ ուրիշ բան եմ ասում, դուք գալիս ուրիշ բանի համար եք արդարանում, ես ձեզ ասում եմ, բա եթե ինքնորոշման իրավունքը այդքան կարևոր է ձեր համար, ինչքան կարևոր, որ դուք համարում եք, պատասխանելով իմ գործընկերոջ ելույթին, բա ասում եմ, այդ դեպքում, խի էիք գնում արդեն ձեր իսկ կողմից ներկայացված, ինքնորոշված Ղարաբաղի մասով բանակցությունների ժամանակ պայմանավորվում էիք, որ նորից պիտի լինի հանրաքվե Ադրբեջանի հետ համաձայնեցված ժամկետներում եւ պայմաններով։ Բա եթե ինքնորոշումը տեղի է ունեցել արդեն, բա եթե Ղարաբաղը ինքնորոշվել է, դուք փաստորեն այդ ինքնորոշումը ոտնատակ եք տվել, գնացել եք բանակցությունների ժամանակ, պայմանավորվել եք, որ Ադրբեջանի հետ համաձայնեցված կերպով նորից կլինի հանրաքվե։ Այսինքն դուք արդեն ընդունել եք, որ այն 91 թվի ինքնորոշումը, որ դուք ասում եք ինքնորոշումը, առ ոչինչ է։ Դրա մասին է խոսքը։ Դուք հիմա եկել ասում եք միջազգային հանրությունը, ասես միջազգային հանրությունը, ես ուղիղ բան եմ ձեզ ասում։ Եթե դուք պաշտպանել եք Ղարաբաղի ինքնորոշումը, որը տեղի է ունեցել ըստ ձեզ 91 թվականին, բա ոնց եք գնացել բանակցություններում պայմանավորվել, որ Ադրբեջանի հետ նոր հանրաքվե պետքա տեղի ունենա, նրա հետ համաձայնեցված, ու Ադրբեջանը տեսականորեն կարար երբեք էլ չհամաձայնեցներ, ու այդ բանը տեղի չունենար, ենթադրենք տեսականորեն, բայց այն, որ դուք արդեն կասկածի տակ էիք դրել, դուք ձեր ղեկավարները, արդեն իսկ կասկածի տակ էիք դրել այդ ինքնորոշման փաստը, արդեն հերիք էր, որ միջազգային հանրությունն էլ, միջնորդն էլ, Ադրբեջանն էլ հասկանա, որ դուք խաչ եք քաշել այդ ինքնորոշման վրա։ Հիմա եկել եք այստեղ բան եք անում, էլի չկմեղանում եք, պարոն Մինասյան, կամ ես չեմ հասկանում, խի եք այդքան մի քիչ ուշացած, չի Վարդանիկի վերաբերյալ ձեր խանդաղատանքը։ Նեղվել եք, նեղսրտել եք, որ ասում ենք Վարդանիկ։ Նախ Վարդանիկն ինքն է իր մասին ասում Վարդանիկ։ Ինքը իրեն իդենտիֆիկացրել է այդպես, պարոն Մինասյան։ Ասում եք, հետո ասում եք, այ ձեր քաղաքական թիմում էլ կարող են լինել մարդիկ, որոնց կարող են, փաստորեն Վարդանիկը ձեր քաղաքական թիմից է։ Դրա համար դուք էլ նեղվում եք, ասում եք, այ դուք, ոնց որ դուք ձեր վրա եք վերցնում, ասում եք, մենք ձեր քաղաքական թիմի ժողովրդին տես բան ասում ենք, որ դուք մեր քաղաքական թիմի ժողովրդին ասում եք։ Հետո գալիս եք խոսում եք ազնվությունից, պարոն Մինասյան։ Բա այդ դեպքում խի Վարդանիկի նախընտրական շտաբ չէիք գնում, խի Վարդանիկի մասին ելույթներ չէիք ունենում նախընտրական քարոզարշավի ժամանակ, խի էիք ծածուկ պաշտպանում Վարդանիկին, որովհետև չէիք ուզում ձեր անտի-ռեյտինգով հանկարծ մի քիչ վնասեք Վարդանիկի բանը, լուսապսակ ճակատը, չէիք ուզում։ Հիմա եկել եք Վարդանիկ եք պաշտպանում։ Նեղ սրտում եք, որ Վարդանիկին ասում է Վարդանիկ։ Վարդանիկ ինքն է իրան ասել Վարդանիկ։ Այսինքն այն բոլոր բաների հետ նորմալ եք, խնդիր չեք տեսնում մեն Վարդանիկի հետ։ Այսինքն բոլոր ամեն ինչ որ Վարդանիկի մասին ասվում է, հեչ Վարդանիկը մեջ փաստորեն։ Ընդունենք դա որպես իգիտություն, պարոն Մինասյան։ Խնդրում եմ հաջորդ անգամ մի հատ նաև սրան պատասխանեք։ ԿԲ իդեպ էլի 10 րոպեանոց ելույթներ կան։
Պարոն Մինասյան, դուրս եկեք ծխեք, բայց շենքում, չէ, ներքևը իջնեք, բացօթյա կծխեք։ Հա, բայց պարոն Մինասյան, էլի բան ունի ձեզ ասելու կլսեք, ոչինչ, միութենական պետության հետ կապված։ Ասում եք, որ ասում եք ՔՊ-ն է միութենական պետության ջատագով եւ այլն։ Պարոն Մինասյան, ձեր ղեկավարը, ձեր շեֆը Ռոբերտ Քոչարյանն է, որ չի բացառել միութենական պետության անդամ դառնալը։ Բայց պարոն Մինասյան, ձեր ղեկավարին, ձեր շեֆին Ռոբերտ Քոչյանին հարցրել եք, բայց ինչ ես ասում, որ չես բացառում միութենական պետության անդամ լինելը, թե վախենում եք։ Վախենում եք ասել։ Տիկին Վարդանյան, դուք այսօր ձեր ծնունդնա վրները չեն ջղայնանա, դուք ասեք։ Դուք այսօր հաստատ ձեր տրամադրությունը ունեցա, որ ձեզ վատ բան չեն ասի։ Մի հատ գնացեք Ռոբերտ Քոչարյանին ասեք, «Էս ինչ ես ասում, շեֆ, ինչ միութենական պետություն»։ Բա մենք գնում ենք սաղորը այնտեղ, մեզի ճղում ենք, ասում ենք հայրենիք, ազատություն, մահկամ ազատություն, բան պետականություն, դու գնում ես մի հատ բան ասուլիսով հասկանալով թե չհասկանալով ջուրն ես գցում այդ ամբողջ եղածը։ Ասում ես միութենական պետություն, այո, չեմ բացառում միութենական պետության անդամ դառնալ։ Հետո էլ գալիս է իհարկե Վարդանիկը, ոչ պակաս ինտելեկտուալ քաղաքական գործիչ ինչքան որ Ռոբերտ Քոչարյանն է, եւ ասում է, որ այո, պետքա, ինչու ոչ, պետքա դառնալ միութենական պետության մաս։ Հա? Չէ, դե պարզ է, բանը Վարդանիկը որպես առանձին օժտված անձնավորություն արդեն զարգացնում է միտքը։ Հա? Եվ այո, ով էլ դեմա թրքահապատակ Շահան որդի է, որը իդեպ, որին դուք պատասխան չեք տվել, փաստորեն դուք դրանով հաստատել եք, որ դուք կողմ եք, որտեղ դուք պետքա դիրքավորվեիք, այդպես էլ չդիրքավորվեցիք, ժողովուրդ։ Եվ էլի եմ ասում, մեր քաղաքական իրականության մեջ, ժողովուրդ, ամեն ինչի շուրջ պտտվում են, որ խուսափեն խաղաղությունից, որ խուսափեն խոսել իրական բաներից, այսինքն մարդկանց գետնի վրա կյանքին վերաբերող բաներից խոսեն, հասկանում եք։ Եվ անընդհատ խոսում է, եւ անընդհատ մարդկանց փորձում են էլի պահեն այդ բանի մեջ, դեպրեսիայի մեջ, այդ որ մարդիկ չմխիթարվեն, դուրս չգան այդ բանի մեջից, էլի այդ մարդկանց անընդհատ փորձելով այդ վիշտը մատուցելով մարդկանց պահել այդ պատերազմի հետ պատերազմյան շոկի մեջ։ Մարդիկ ուզում են ապրեն, ուզում են խաղաղություն, ուզում են Հայաստանը զարգանա, իրանք ասում են, չէ, ոնց թե դու օ հայ ժողովուրդ։ Քո առաքելությունը բազմաչարչար նահատակ լինելն է, որ դու սկսես, որ դու դադարես տառապել, բա ով պիտի զբաղեցնի բազմաչարչար հայ ժողովրդի, բազմաչարչար ժողովրդի բանը, պատվավոր տեղը ով պիտի զբաղեցնի, ժողովուրդն ասում է, չէ, բայց էլ չեմ ուզում։ Գնում են տարբեր, հիմա նոր մարդիկ են հայտնվել։ Գնում են ասում են, չէ, դու պիտի տառապես, ժողովուրդը ասում է, չէ, չեմ ուզում տառապեմ։ Գնում ասում են, չէ, պիտի տառապես ու ժողովուրդը արդեն մի քանի տարի է իրանց իր գործողություններով կամ վերաբերմունքով ժողովուրդը այդ մարդկանց ասում է, լսեք, չեմ ուզում տառապեք։ Վերցրեք բոլորով հավաքվեք այդ ովքեր ուզում եք, որ ես տառապեմ։ Իրար հետ միասին հավաքվեք ու սիրուն գնացեք։ Չեմ ուզում այլևս տառապեմ, հասկանում եք, ժողովրդի մեսիջը ուղերձը էսա ձեզ, հասկանում եք։ Ու որ ես ասում եմ, դուք բան չունեք, էմոցիոնալ ինտելեկտ չունեք, որ դուք հասկանաք ժողովրդի էմոցիան։ Մարդը ուզում է ապրել, դուք գնացել եք, ասում եք, չէ, դու պիտի տառապես։ Հերիք չի, ժողովուրդ ջան։ Մենք դեռ ունենք էլի 10 րոպեանոց ելույթների հնարավորություններ, այս պահին այսքանը, շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ցավում եմ, որ պարոն Ավետիսյանը դալիճում չէ։ Պարոն Ավետիսյանը ասում էր, ասեմ ինչեր եք բերել է ժողովրդի գլխին եւ համեմելով, շարունակելով այս միտքը, ասաց իշխանությունը պահելու համար։ Պարոն Ավետիսյան, եթե լսում եք ինձ կամ կլսեք, այստեղ է մեր տարբերությունը, պարոն Ավետիսյան։ Խորը տարբերություն կա ի ուրախություն մեզ, ձեր եւ մեր ընդհանրապես մտածողության մեջ, որովհետեւ եթե դուք կամ աջ կողմում նստած ձեր գործընկերները իշխանությունը պահելու համար որևէ գործողություններ էին իրականացնում, ապա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այս դեպքում լավ կառավարությունը, իշխող մեծամասնությունը աշխատում է, ոչ թե իշխանությունը պահելու համար գործողություններ է կատարում, այլ եթե շատ կուզեք եւ շատ անկեղծ, որպիսի հաջորդ պայմանական որևէ ժամկետում նորից
պարշճակատով հայցի ժողովրդի քվեն։ Ստեղ է մեր խորքային տարբերություն կա ստեղ եւ ելի ես ուզում եմ նշել, որ ուրախ եմ, որ տարբերությունը հենց սրանում է կայանում։ Բայց ես հիմա ասեմ, թե իրականում հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, ինչպես նշում էր պարոն Ավետիսյանը, եթե ձեր լեզվով ինչ է բերել այս իշխանությունը ժողովրդի գլխին։ Իշխանությունը հետևյալ օրինակ բարեփոխումներն է բերել ժողովրդի գլխին։ Երբ պետական շահերի պաշտպանության վարչությունում ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետությանը հօգուտ բռնականձվում է տասնյակ միլիոնավոր դրամներ, գույքեր, տարբեր հողակտորներ։ Այս տարվա 9 ամսում 648 քրեական վարույթ է նախաձեռնվել կոռուպցիոն հանցագործությունների ցանկում ընդգրկված հոդվածներում։ Տեսեք, թե ինչ է բերել իշխանությունը ժողովրդի գլխին։ Իդեպ, այն ճանապարհը, որով հյուսիս-հարավի մասին եմ խոսում, այն ճանապարհը, որով օրեր առաջ 1 ժամում վազեվազ հասակ Գյումրի, այս իշխանությունն է բերել ժողովրդի գլխին, ոչ թե 3 ժամում հասակ գլխացավով Գյումրի, որպիսի Վարդանանց հրապարակում աղաղակեիք Վարդանիկ, սարի պես մեջքին կանգնեիք, այլ հասակ 1 ժամում մինչև Վարդան Ղուկասյանին կուղեկցեին համապատասխան բաժին։ Այս է բերել իշխանությունը ժողովրդի գլխին։ Շարունակենք, թե էլ ինչ է բերել, չնայած որ 10 րոպեն բավարար չի լինի, որպիսի ես խոսեմ, թե էլ ինչ է բերել իշխանությունը ժողովրդի գլխին, նորից կրկնեմ, ինչպես նշեց պարոն Ավետիսյանը։ Իշխանությունը 300 դպրոց, 500 մանկապարտեզների ծրագիր է բերել ժողովրդի գլխին, օրինակ։ Ընդ որում, գիտեք, միշտ մոռանում եմ հարցնեմ, հատկապես Տիկին Գյուրեղյան, դուք եք, եթե չեմ սխալվում, չէ, մշտապես դժգոհում, որ դանդաղում է այս ծրագիրը, ասել էիք այսքան դպրոց կկառուցեք, դեռ կառուցել եք կամ ընթացքի մեջ է այսքան դպրոց։ Որպես падգամավոր, օրինակ որևէ համայնք այցելել եք, դուք իսկապես սա հետաքրքիր է, այցելել եք, ինչ որ միտեղ էլ ստանձնելով տեղ հսկողի դերը, գնաք եւ հետևեք շին աշխատանքներին, տեսնեք այս կառավարությունը ինչ որակի դպրոցներ է բերել ժողովրդի գլխին, հետաքրքիր է, իսկապես, հնարավորության դեպքում պատասխանեք այս հարցին, խնդրում եմ, որովհետև վստահ եմ այն ամբողջ լայն գործիքակազմը, որը որ ունեք եւ այն լիազորությունների շրջանակը, որը որ ունեք, ոչ միայն կարող եք այստեղ խոսել, այլ նաեւ գնալ տեղում գնահատել եւ իշխանությունը շնորհակալ կլինի, որ դուք տեղ հսկողի դերը ստանձնեք մոտ 20 րոպե եւ վեր հանեք խնդիրներ, թեկուզ շին աշխատանքների առումով։ Անցնելով առաջ, խոսում էր պարոն Ավետիսյանը կարծեմ խոսած թվային ցուցանիշներից, ես ուզում եմ ասել, որ 24 թվականին, օրինակ ես նայում էի քիչ առաջ, հունվար-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ներդրումները ընդհանուր առմամբ կազմել են 859 միլիոն 859.3 միլիոն ԱՄՆ դոլար։ Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանի Հանրապետությունում կազմել են 138.5 միլիոն ԱՄՆ դոլար։ Տեսեք ինչ է բերել իշխանությունը հայ ժողովրդի գլխին։ Իհարկե, այո, չեմ կարող չխոսել նաև Գյումրիում տեղի ունեցողի վերաբերյալ վերջին օրերին, Մարտուն Գրիգորյանը հետաքրքիր հայտարարություններով է հանդես գալիս, մեկը մյուսին մեծ ավելի չափաբաժնով է զարմացնում ըստ էության, ասում է, այ ես ճիշտ էի, դուք սխալվեցիք, պարոն Գրիգորյան, եթե լսում եք ինձ, ինչքան էլ ասում եք, երեք դե ես կանանց չեմ արձագանքում, կներեք, սա քաղաքականություն է, սա ինչպես դուք եք սիրում սուրճի սեղանի շուրջ հավաքվել, ինչ-որ բաներ քննարկել, պլանավորել հայ ժողովրդի դեմ եւ գլխին, բայց ամեն դեպքում, ինչ է նշանակում կնոջը չենք հակադարձում, ինչպես կարող է Վարդանիկին քաղաքապետ դարձրած մարդը ասել, ես ճիշտ էի, բայց դուք սխալ, ինչպես է հնարավոր նման բան, հնարավոր չի նման բան, սա պարադոքսալ միտք է ձեր կողմից։ Եվ քանի որ պարոն Մամիջանյանը եկավ, խոսքս ուղղեմ պարոն Մամիջանյանին։ Պարոն Մամիջանյան, օրեր առաջ այս ամբիոնից դարակազմիկ լուր հայտնեցիք իլուր աշխարհի, երևի ձեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկն էր։ Նշեցիք, որ Հովիկ Աղազարյանի հետ հանդիպել եք եւ
Եթե ճիշտ եմ հիշում, ասացիք, որ նա առնվազն չի խոչընդոտելու իմպիչմենթի գործընթացը։ Բայց ինչ է պարզվում։ Տարբեր աղբյուրներից իմանում ենք այս հանդիպումների բովանդակությունը, ըստ էության ինչ է տեղի ունենում։ Չխոչընդոտողներից մեկը, պարոն Ասլանյանը, իր հարցազրույցներից մեկում օրեր առաջ ասում է հետևյալը, ասում է. դե մենք որոշել ենք չխոչընդոտենք այդ process-ին մի պայմանով, եթե այդ ցուցակում մենք լինենք 53-րդ եւ 54-րդ տեղը։ Եվ սա մատուցել որպես մեծ ձեռքբերում, իհարկե ցավում եմ մի կողմից էլ, բայց մյուս կողմից արդեն ակնհայտ է ինչպիսի կուլմինացիա է ունենալու այս համագործակցությունը, եթե անունը դնենք համագործակցություն, եւ քանի որ պարոն Ասլանյանի անունը տվեցի, մի բան հիշեցի, պարոն Ասլանյանը այդ հարցազրույցում ասեց, դե մենք էլ եկեղեցին էլ մեր աչքի լույսը չի, ես ցավում եմ, որ պարոն Ասլանյանը սխալ է ընկալել այս բուն process-ը, որովհետև եկեղեցին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, մեր բոլորիս, իշխող մեծամասնության, Հայաստանի Հանրապետության վարչապետի աչքի լույսն է, եւ դուք սխալ եք հասկացել, եւ իբրև թե շարունակելով այդ միտքը, այդ թեզը իշխանությանը երկրորդելով, ասում է դե մեր աչքի լույսն էլ չի, ձեր աչքի լույսը կարող է չի, բայց մեր աչքի լույսն է եկեղեցին։ Այլ հանգամանք է, թե եկեղեցում տարբեր բարձրաստիճան հոգևոր բարձրաստիճան պաշտոնյաներ, հա պաշտոն զբաղեցնող, այսպես ասած, անձինք, ինչպիսի դիրքավորում ունեն եւ ինչպիսի կեցվածք ունեն որպես հոգևորական։ Եվ չստացվի, որ ելույթս նվիրված էր, հա, ըստ էության պարոն Ասլանյանի մի հատ շատ հետաքրքիր բան էլ ասաց, այ որ 18 թվականին ասեին Քայլ արա մերժիր Սերժին, ժողովուրդը Քայլ արա մերժիր Սերժին եւ ընտրիր Նիկոլին, մարդիկ չէին ընտրի Նիկոլ Փաշինյանին, բա որ տենց էր, պարոն Ասլանյան, եթե լսում էիք ինձ, այդ 360 կմ/ժ արագությամբ այդ ոնց էիք ուզում դառնալ մի խմբակցության падգամավոր, որտեղ նկատել էիք անարդարության էլեմենտներ էիք գտել, այս էլ է շատ հետաքրքիր եւ հետ գալով պարոն Գրիգորյանը իր անկեղծ, այսպես ասած, շատ անկեղծ էր խոստովանական իր ճեպազրույցը, ասաց, այ եթե գնայինք երկրորդ փուլ ընտրություններին Գյումրի քաղաքի, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կստանար 50+ ձայներ, այո, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ այս անկեղծության համար, քանի որ իհարկե, եթե երկրորդ փուլ գնայինք, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կստանար 50+ ձայներ, ոչ թե նրա համար, որ կստեղծվեր ֆորս-մաժորային իրավիճակ, Երուզերի, հա, այդ էյֆորիայի տրամաբանության մեջ, այլ այն հանգամանքի բերումով, որ ստելով Գյումրեցուն, ասացիք չի դառնա Y-ը քաղաքապետ, կլինի X-ը, բայց այնուամենայնիվ դարձավ Y-ը քաղաքապետ ձեր ձեռամբ։ Շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ես էլ եմ թեմայից շեղվելու, նախապես ներողություն եմ խնդրում, ես անկեղծ ասած չէի ուզում, որովհետև ելույթը ճիշտ է գրանցվել էի, բայց մտածում էի, եթե մեր ընդդիմադիր գործընկերները ելույթներով չստիպեն, ելույթս կանեի, բայց դե եղավ այն ինչ եղավ։ Ուրեմն ընդմիջմանը մի հատ էքսպերիմենտ արեցի, իրոք արել եմ, հետո եթե ուզենաք ցույց էլ կարող եմ տալ։ ChatGPT-ին գրեցի ինձ համար խնդրում եմ պատրաստիր մի ընդդիմադիր ելույթ ու պարտադիր օգտագործիր հետևյալ բառերը. թոշակ, պետական պարտք, աշխատող աղքատ, դուգանքի մատերիալ եւ մի քանի անգամ պարոն Թունյան արտահայտությունը, ընտի գուշակեցիք, ստացվեց պարոն Ավետիսյանի ելույթ։ Այսինքն կարամ հաջորդ անգամ ելույթ ունենալուց առաջ այդ տեքստը տամ իրան, մի անգամից ելույթ ունենա։ Հիմա ինձ ասում են, մեկ-մեկ ասում են ինչի համար էս հակադարձում, որովհետեւ իրականում ժամանակի կորուստ է, բայց ես տենց չեմ մտածում, ես գտնում եմ, որ սա միջոց է, որպեսզի մեր հասարակությանը մանիպուլյացիայից զերծ պահենք։ Հիմա մի քանի օրինակներով ասեմ, էլի ափսոս, որ պարոն Ավետիսյանը այստեղ չի։ Ասում դուք ձեր խոստումների որ տոկոսն եք իրականացրել։ Ասենք օրինակ 70%-ը կամ 50%-ը կամ 30%-ը։ Մենք դրա պատասխանը հաջորդ տարի ընտրությունների ժամանակ կտանք
ժողովուրդն էլ կորոշի, էլի ձայն տա թե չտա։ Բայց դուք հարգելի գործընկերներ, մի հատ խոստում եք տվել մեզ իշխանությունից հեռացնել ու մինչև հիմա չեք արել։ Դուք ավելավա ձեր տված խոստումների մասին մտածեք։ Հիմա նայեք, երկրորդը, պարոն Ավետիսյանը մեզ մեղադրում է ապիկար կառավարման մեջ, ու որպես խոսքերի ապացույց ասում է դուք խոստանում եք օղիով կովիդը բուժել։ Վարչապետի խոսքերը նկատի ունի, այն որ միշտ ասում են։ Հիմա չնայած էլի ասվել է շատ, բայց մի հատ էլ մեջ բերեմ էլի ուղիղ 2020 թվականի մարտին Վայոց ձորում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է. իսկական կորոնավիրուսը նրանք են, ովքեր մինչև այսօր մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են, ու այդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք։ Հիմա եթե փորձի համար դուրս գանք փողոց, նա 5-րդ, 6-րդ դասանի ցանկացած երեխայի համար այս տեքստը կարդանք ու ասենք, ինչ հասկացար։ Կհասկանա, որ այս երևույթը, այս արտահայտությունը ոչ թե կովիդը բուժելու մասին է, այլ կոնկրետ անձանց մասին, որ մի քիչ քաղաքականությունից գլուխանի կիմանա, որ ձեր շրջապատի անձանց մասին է հիմնականում խոսքը։ Հիմա դուք 5 տարի որ սա կրկնում եք, իրոք չեք հասկանում, հիմա պարոն ասեմ, դուք խոսում եք ինտելեկտը վիրավորելուց ու մանիպուլացնելուց։ Ուզում եմ հասկանամ, այդ արտահայտության իմաստը իրոք չի ընկալվել մինչև հիմա։ Եթե հիմա այս խոսքերից հետո էլ որ կրկնվի, կնշանակի չի ընկալվում։ Նաև պարոն Մինասյան, դուք էլ եք խոսում ընդդիմադիր համայնքապետերի մասին, երեկ էլ ձեր գործընկերներից էլի մեկը խոսում էր, չեմ հիշում անունը, ով ու փորձում եք ներկայացնել, որ բոլոր ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվում։ Երեկ պարոն Ռուբինյանը ոչ ամբողջական ցանկը կարդաց եւ այդ ցանկին կարելի է դրլիքը անուններ ավելացնել, օրինակ, ասենք Աբովյանի քաղաքապետը, որը մինչև այսօր շատ լավ աշխատում է, իր համայնքը շենացնում է, այդ թվում նաև կառավարության հետ համագործակցելով։ Բայց ես ձեզ մի հատ ուրիշ օրինակ եմ ուզում բերել, որը մի անգամ ասել եմ։ Հիշում եք ընտրություններից հետո 21 թվականի առաջին օրը, երբ դուք եկել եք ազգային ժողով, ինչ եք հագել։ Շապիկներ եք հագել Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերի նկարներով, որով դուք ցույց եք տալիս, որ նրանք ապօրինի բանտարկված են եւ ելույթներ եք ունենում, այդ մարդկանց հերոսացնում եք։ Հետո հիշեցնեմ ինչ եղավ մի անգամ, երբ Քաջարյանի քաղաքապետը համարձակվեց, որի նկարը էլի կար, համարձակվեց ծաղկե փնջով դիմավորել վարչապետի տիկնոջը։ Այդ մարդուն սարքեցիք ազգի դավաճան։ Հետո ինչ եղավ մնացած համայնքապետերի հետ, որոնք որոշեցին, որ ձեր գծի մեջ չեն ուզում այլևս մնալ, էլ որոշել են, որ պիտի կառուցողական աշխատեն իշահ իրենց համայնքների եւ իրենց բնակչության, այդ բոլորը դարձան ձեր համար դավաճաններ, անգամ ձեր թիմակիցները նրանց բառացի անվանեցին բրակ մեդիա պրոդուկտ ու ասացին, որ իրանք փուչիկ են, իրանց մենք փչել էինք, որպեսզի քաղաքական խնդիր լուծենք, հիմա եկել է այդ փուչիկները բաց թողնելու ժամանակը։ Այսինքն էսա ձեր գործելավոճը, որովհետև դուք երկակի ստանդարտների չեմպիոններ եք, դուք խոսում եք արժեքներից, ինստիտուտներից, բայց չափանիշը մի հատ է, մեզ դեմ են մարդիկ թե կողմ։ Եթե մեզ դեմ են, ուրեմն այդ մարդկանց ամեն ինչ կարելի է, ամեն ինչ կարդարացնեք, այսինքն մարդկանց կարելի է հայհոյել ուղիղ եթերում, այդ ժամանակ ձեր համակիր լրագրողները ամոթխած կծիծաղեն, բայց ոչ մի բան չեն անի, դուք էլ դա չեք նկատի, բայց եթե մեզ դեմ չեն, ուրեմն նրանք դավաճան են, ու կապ չունի այդ ժամանակ արդեն հերոս են, զոհվածի մայր են, եկեղեցական են, մտավորական են, այդ մարդկանց ուղղակի կոչնչացնեք, կամ դուք, կամ ձեր համակիրները, ու սրանք ոչ թե առանձին դերբակներ են, այլ հստակ ռազմավարություն է, որը մի քանի տարի արդեն շարունակվում է։ Ասենք վարչապետը Սփյուռքում հանդիպում է Սփյուռքի հայրենակիցների հետ, խոսում է ցեղասպանության մասին ու հարց է բարձրացնում, ասում եկեք մտածենք, ոնց եղավ, որ հանկարծ խորհրդային միությունում որոշեցին թույլատրել, որ այս թեման շոշափվի, դա ներկայացրեցին որպես ցեղասպանությունը հերքել ու մինչև այսօր այնց դրոշակ դարձած այդ ամեն ինչի մասին կրկնում են։ Անմեղության կանխավարկածից եք խոսում։ Մոռացել եք ընդամենը շաբաթներ առաջ կամ 2 ամիս առաջ Փարաքյարի համայնքապետի սպանությունից հետո ո՞նց եք ուղիղ տեքստով մարդասպան կարգում Հայաստանի Հանրապետության վարչապետին ու ընդհանրապես իշխանության մեջ գտնվող գրեթե բոլորին, ընդ որում ամենալկտի բառապաշարով։
Այդ հետո կանգնում ասում եք դա քաղաքական գնահատական է։ Տենց որ նայենք ամեն ինչ կարելի է քաղաքական գնահատականի տակ անցկացնել։ Ու հասկացանք, որ ընդդիմություն եք պիտի քննադատեք, բայց ամեն ինչ չի կարելի սևացնել։ Ես նայում էի մի քանի օր առաջ Լուվրից կատարված գողության մասին ռեպորտաժեր, նայում եմ իրենց ընդդիմադիր Լը Պենի հայտարարությունը, ասում է հիմա իրար մեղադրելու ժամանակը չի, վատ բան է տեղի ունեցել, պիտի իրար հետ մտածենք, ոնց անենք մեր անվտանգության համակարգերը բարելավենք։ Ես պատկերացնում եմ ինչ կլիներ, եթե դուք իրանց տեղը լինեիք կամ մեզ մոտ նման բան լիներ։ Ասենք մեզ կմեղադրեիք ուղիղ այդ գողությունը կազմակերպելու մեջ։ Ասում եք 37 թիվն է։ Ուրեմն որ ալիքը շրջում ես, ձեզնից կամ ձեր համագիրներից մեկը նստած առավոտից իրիկուն մեր մասին ամենավերջի բառապաշարով ինչ ասես խոսում է։ Սենց որ ալիքների վրայով անցնում եք, որ պատահական ընկնում եք H2-ի վրա, մի 90% հավանականությամբ պարոն Դանիելյանը կտեսնեք։ Ու պարոն Դանիելյանը նենց բառապաշարով մեր մասին խոսա, որ ինձ թվում է պարոն Դանիելյան, ձեզնից երկու հատ կա։ Մեկը իրականը, մեկը Անժելա Թովմասյանի կողքը նստած։ Ես իրականում այդ ամեն ինչի մեջ դավադրություն եք փորձում գտնել, ամեն ինչի մեջ ինչ-որ վատ բան լինի, ծիծեռնակաբերդի վերանորոգում լինի, ակադեմիական քաղաք, ատելության մեջ եք մեզ մեղադրում։ Ես հիշում եմ, որ մեր ավագ գործընկեր Վիգեն Խաչատրյանը մահացել էր, ես հիշում եմ արձագանքները, տարոսը մեզ էին մաղթում։ Հետո գալիս եք, ասում եք ատելության խոսք եք գեներացնում, ասում եք բռնություն, այ, տեսեք ինչ բռնություն կիրառեցին։ Բռնությունը նոյեմբերի 9-ին էր 2020 թվականին, ստեղից մի 100 մետր ենկով, երբ որ ազգային ժողովի նախագահին են փորձում սպանել ծեծելով։ Մեկը հրապարակային դատապարտել է այսքան ժամանակ։ Ու ընդհանրապես ձեզ համար Հայաստանի Հանրապետությունում ցանկացած բացասական երևույթ ձեր համար ոգևորության աղբյուր է, որը առիթ է, որ իշխանության վրա ցեղ շպրտեք, լինի բնական աղետ, պատերազմ, դժբախտ պատահար, իսկ ամեն դրական երևույթ ձեզ լարվածության մեջ է գցում, որովհետև փորձում եք նախ վիժեցնել, եթե չի ստացվում, փորձում եք կասկած սերմանել, հետո դրա մեջ ինչ-որ նեգատիվ բան գտնել։ Ասենք 2 տարի ասում եք խաղաղություն չի լինի, հետո ամեն շաբաթ պատերազմ եք գուժում, հիշում եմ այստեղ ելույթներ, ասում եք հրթիռները Հայաստանի վրայով թռնում են, դուք ես ինչ հարցեր եք քննարկում, հետո ասում եք պայմանագիրը վտանգավոր դրույթներ է պարունակում, հետո տեքստը հրապարակվեց, ասեցիք բանավոր այդ ամեն ինչը լինելու, 30 տարի խոսում էիք ապաշրջափակման անհրաժեշտության մասին, հիմա ձեզնից շատերը, այդ նաև մեր նախկին թիմակիցներից շատերը լուրջ դեմքով ուզում են ապացուցել, որ ապաշրջափակումը շատ վատ բան է։ Մեկը ասում է, պարզվել է, որ ղազախական ցորեն է գալու, հարցեր են հնչում։ Մեկը ասում է, սա վտանգավոր է, որովհետև կախվածության մեջ է գցելու, մեկը ասում, բայ հետո ինչ է լինելու, մեկը կասկածի տակ է դնում ու Facebook-ում օգտատերերից մեկը էս էլ ասում ավարտում, այդ հետաքրքիր արտահայտություն էր արել, ասում է, ոնց որ ամուսինը գատուն, կնոջը ասի աշխատավարձից բարձրացրել են, կին ասի, այն չանենք, մեր հարևանի աշխատավարձը մի ամիս առաջ բարձրացրել են, 2 օր հետո ոտը ջարդեց։ Զոքանչնել ասում է սենյակից գա ասի, շատ վատ բան է տեղի ունեցել, կարող է արխային ընկնեք, շատ ծախսեք, ընկնեք պարտքերի տակ։ Հիմա ամեն ինչի մեջ փոխանակ ինչ-որ մի դրական բան գտնեք ու փորձեք այդ դրական հնարավորությունը ավելացնեք, ինչ-որ նեգատիվ բաներ եք գտնում։ Ասելիք իրականում շատ կա, բայց ցավոք սրտի ժամանակը չհերիքեց, հույս ունեմ, որ հաջորդ խորհրդարանում մենք ունենանք իրոք կառուցողական ընդդիմություն ու հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նման կարևոր կառույցի անդամի ընտրությունը չենք վերաճի, ասենք մի քանի ժամանոց իրար քննադատելու միջոցառում, շնորհակալություն։ Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, պարոն Դանիելյան, շատ շնորհակալ եմ, որ դուք եկել եք, քանի որ շատ դուք գնում եք, չեմի գնացեք, քանի որ շատ դժվար է խոսել դատար կաթոռների հետ։ Այսօր կփորձեմ ներկայացնել, թե ինչպիսինը պետք է լինի ընդդիմությունը։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, հորդորից չի լսել պարոն Դանիելյանը, թողեց գնաց։ Շնորհակալ եմ շատ։ Շատ շնորհակալ եմ։ Հիմա տեսեք, ժողովրդավարական հասարակության հիմնասյուներից մեկը առողջ եւ գործուն ընդդիմությունն է։ Այն հանդիսանում է իշխանության, վերահսկման, հաշվետու պահելու եւ հանրային շահը պաշտպանելու հիմնական մեխանիզմներից։ Ընդդիմությունը ոչ թե իշխանության հակառակորդը պետք է լինի, այլ դրա հավասարակշռող եւ վերահսկող բաղադրիչը,
կոչված ապահովելու իշխանության պատասխանատվությունը քաղաքացիների առջև։ Ուզում եմ հիշեցնել, որ ընդդիմությունը պետք է ոչ միայն քննադատի, այլև ներկայացնի իրատեսական ծրագրեր, որոնք կարող են դառնալ պետության զարգացման այլընտրանքային ուղիներ։ Էլ ավելին ասեմ, կառուցողական ընդդիմությունը նպաստում է, եւ հիմա թվարկեմ, թե ինչին է նպաստում։ Քաղաքական համակարգի ինքնաբուժման եւ զարգացման գործընթացին։ Երկրորդը հանրային քննադատումների բաց ու առողջ ձևավորմանը։ Երրորդը պետական քաղաքականության որակի բարձրացմանը։ Ինչպիսին է ընդդիմությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի ընդդիմադիր ուժերը հաճախ գործում են առանց միասնական ռազմավարական ուղղության։ Շատ կուսակցություններ են ձևավորվում եւ կոնկրետ իրավիճակների համար կամ անձնական շահերի հիման վրա, առանց երկարաժամկետ գաղափարական հենքի։ Իհարկե դաշնակցությանը չի վերաբերվում, բայց կխոսեմ նաեւ դաշնակցության կուսակցության մասին, առանց վիրավորելու, ինչպես արվում է ձեր կողմից քաղաքացիական պայմանագիր կուսակցության նկատմամբ։ Ընդդիմությունը պետք է քննադատի իշխանությանը, շատ լավ, բա ուր են մնացել ձեր կողմից առաջարկված լուծումները։ Հիշեցնեմ 2021 թվականը։ 2021 թվականից ի վեր իշխանությունը զավթելու համար տարբեր միջոցառումներ եք իրականացրել։ 44 օրյա պատերազմից հետո ստեղծեցիք փրկություն հայրենիքին շարժումը եւ մի քանի կուսակցությունների դաշինք եւս կային, որոնք էին ակցիաների հիմնական պահանջները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Բացի դրան դուք պահանջում եք, որ պատերազմական պարտության պատճառով պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ։ Երբ հարգելի գործընկերներ, ընդդիմության ներկայացուցիչներ, երբ որ մենակ եք մնում, ձեզ հարց եք տալիս, ինչու է Հայաստանի Հանրապետությունը պարտվել։ Ստանում եք պատասխանը։ Եթե այո, կներեք, բայց պետք է դա ասեմ, ուրեմն պետք է ինքնասպան լինեք։ Գիտեք ինչու։ Որովհետև 30 տարիների ընթացքում ոչ մի բան չեք արել, որ Հայաստանի Հանրապետությունը ուժեղանա։ Դա պետք է դուք հիշեք, երբ որ մեղադրում եք մեզ, որ մենք այս բանը չենք արել, այն բանը չենք արել, ստերի մեջ եք մեզ մեղադրում, խնդրում եմ վերհիշեք անցյալը։ Հիշեցնեմ ձեզ նշանաբանները 2022 թվականին։ Հեռացիր, փրկություն հայրենիքին, Հայաստանն առանց Նիկոլի, հաջողիկ։ Իհարկե ոչ։ Ինչու՞։ Եվս մեկ անգամ խնդրում եմ ձեզ մտորեք, ինչու եք պարտվել։ 2021 թվականի ընդդիմադիր ուժերը, Հայաստան դաշինք, Քոչարյանի գլխավորությամբ, պատիվ ունեմ դաշինք, Սարգսյանի եւ Անեցյանի, կազմակերպեցին լայնածավալ հանրահավաքներ։ Ինչ են պահանջում։ Պահանջում էին արտահերթ ընտրություններ։ Միշտ են պահանջում արտահերթ ընտրություններ։ Իշխանության պատասխանատվություն։ Ի վերջո արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել եւ ժողովուրդը եւս մեկ անգամ վստահեց քաղաքացիական պայմանագրին։ Գիտեք, ես որպես պատմության մասնագետ չեմ հիշում դեպք, որ պարտված իշխանությանը ժողովուրդը նորից քվետա։ Մտածել եք ինչի համար է դա արվել։ Ձեզ ընդհանրապես չէին վստահում եւ ժողովուրդը այնքան իմաստուն է, որ հասկանում է, թե ինչ է տեղի ունեցել եւ դրա համար խոնարհվում է մեր ժողովրդի իմաստության համար։ 2022 թվականին դիմադրության շարժում Լաո Զարթնի գլխավոր նախաձեռնողները ընդդիմադիր խմբակցությունների падգամավորներ եւ մի շարք հասարակական գործիչներ։ Որն է նպատակը։ Կրկին վարչապետի հրաժարական, նոր ազգային կառավարության ձևավորում։ Բայց ես չէի հասկանում, ինչու պետք է այդ պահանջը լինի, եթե ժողովուրդը ինքը վստահեց նորից
Եվ ընտրեց, թե ով պետք է լինի իշխանության, ով պետք է գա իշխանության։ Այս անգամ էլ շարժումը չհասավ իր նպատակներին։ Լաուն զարթնեց, չի զարթնել։ Եվ դա նորմալ է։ 2023-25 թվականներին ձևավորվեցին ընդդիմադիր դաշտում քաղաքական նախաձեռնություններ, նույնպես ակցիաներ էին տեղի ունենում ավելի ուժգին, որներ բնույթը կազմակերպել տարբեր տեղերում, մարզերում հանրահավաքներ, պետական շենքերի մոտ, հաստատությունների մոտ դիմաց տեղի են ունենում տարբեր տեսակի միտինգներ։ Այդ ընդդիմադիր շարժումների հիմնական առանձնահատկությունը այն է, որ դրանք չեն վերածվել զանգվածային հեղափոխության։ Ժողովուրդը կրկնում եմ իմաստուն է եւ թույլ չի տվել հակահեղափոխական ուժերին վերադառնալ հին բարքերին։ Ուզում եք թվարկեմ, թե ինչ բարքեր է իրում Հայաստանում։ Տեսեք, թալան, մարդասպանություն, կոռուպցիա, եւ դուք եք էլի մեզ մեղադրում կոռուպցիայի մեջ, կրիմինալ, ահաբեկչություն հասել է պետական մակարդակի այն ժամանակ, մարտի 1-ը օրինակ։ Բայց ես մի բան եմ ուզում ձեզ ասել։ Այդ ուժերը, ովքեր որ այսպիսի արարքներ արել, էլ չեն գալու իշխանության։ Մի աշակերտ մի անգամ ասաց խուստուփի արև, ինքան եմ ուրախացել, որ չի ասել մամայի արև, պապայի արև, ասաց խուստուփի արև, ես ճիշտ եմ։ Էլ շարունակեց իրեն լսել, շատ ոգևորվեցի, որ խուստուփի արևով երթվեց, նշանակում է սիրում է իր տարածքը, սիրում է իր պետությունը։ Ես էլ եմ այսօր ասում, խուստուփի արև դուք էլ չեք լինելու իշխանության։ Եվ ինչ վերաբերվում է դաշնակցությանը, մի վիրավորվեք։ Միշտ մտածել եմ, որ դաշնակցությունը այն կուսակցություն է ազգային, որը ընտրել է ճիշտ ուղի, բայց գիտեք, ես հիմա կասկածում եմ, որովհետև դուք միշտ ուզում եք պայքարել, բայց այսօր կա պետություն, եւ դուք չեք սատարում մեր պետությանը։ Այսինքն դուք այսօր ասում եք, որ պետությունը դուրս է եկել եկեղեցու դեմ, չէ՞ ժողովուրդ ջան, եկեղեցու դեմ դուրս չենք եկել։ Այն ժամանակ, երբ որ չկար պետականություն, այդ ժամանակ եկեղեցին ստանձնել է պետության դերը, բայց այն ժամանակ, երբ որ կա իրական պետություն, եկեղեցին պետության մի մեխանիզմն է, չի կարելի վերդասել եկեղեցին պետությունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեծարգո նախագահ, արգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիական պայմանագրի եւ հարգելի ընդդիմության ներկայացուցիչներ, ես ուզում եմ խոսքը սկսեմ ձեզ կոչ անելով, որպեսզի բոլորով միասին ողջունենք ծափահարություններով Հայաստան խմբակցության падգամավոր, նույնիսկ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին, քանի որ պարոն Մինասյանը Հայաստան խմբակցության միակ падգամավորն է, որը համաձայնել է ինձ հետ մեկը մեկի դեմ բանավեճի գալ։ Ես ողջունում եմ պարոն Մինասյանի քաջությունը եւ պնդում եմ, որ դա առանձնահատուկ մի բան է ու վստահ եմ, որ վաղը ազատության եթերում մեր բանավեճը շատ լավ է կստացվի։ Ինչևէ, բայց միջև այդ կանդրադառնամ մի քանի ուրիշ բաների, որոնց ասաց պարոն Մինասյանը այստեղից, ասում է ինչու են քաղաքացիական պայմանագրի հետ առնչվող գործիչներին ձերբակալում մի տեսակ ուրիշ ձև, քան օրինակ Վարդանիկին։ Ինչի Վարդանիկին ձերբակալելու համար գնում են ավելի շատ թվով մարդիկ, դիմակավորված մարդիկ եւ այլն եւ այլն։ Ես օրինակ պատկերացնում եմ, թե ինչ կարա անցնի ուժային համակարգի կոնկրետ ղեկավարի մտքով, երբ որ ինքը կոնկրետ խումբ է ուղարկում Վարդանիկին ձերբակալելու եւ կոնկրետ խումբեր ուղարկում օրինակ էկոնոմիկայի նախարարությունում, երբ որ Վահան Քերոբյանը նախարար էր, այնտեղ խոզարկություն անելու։ Իմ համար լրիվ ակնհայտ է, որ Վարդանիկին ու նրա հետ կապված ամբողջ պատմությունը, երևի տենց տասնյակի հասնող նրա կլանի հետ կապված սպանություններ, տարատեսակ դանակահարություններ, մարդկանց կողոպուտ, մարդկանց գողություն ընդհուպ, միջև այդ ամեն ինչը
Երբ որ դնում հակադրում ես օրինակ էկոնոմիկայի նախարարությունում անցկացվելիք խուզարկության հետ, երբ որ այնտեղ նախարարը Վահան Քերոբյանն ուղղակի անհամեմատելի է ու ցանկացած Իրան հարգող համաշխարհային ցանկացած մի երկրից օրինակ վերցրեք, ցանկացած մի ուժային կառույցի ղեկավար ուղղակի կարա նայ, ասի Վարդանիկին Վարդանիկի կաբինետը խուզարկելուց ու կամ էկոնոմիկայի նախարարություն գնալուց արդյոք նույն մակարդակի պատրաստվածությունն է պետք, թե ոչ, լրիվ ակնհայտ է։ Այս հարցի պատասխանը գերակնհայտ է, ժողովուրդ ջան։ Ինձ չեք հավատում, Մարտուն Գրիգորյանից հարցրեք։ Ձեր գործընկեր ընդդիմադիր падգամավոր տարիներ շարունակ պնդել է, որ Վարդանիկի կլանը սպանել է իր մերձավորներին։ Իհարկե հետո գնացել նրան ընտրել է քաղաքապետ, ինչևէ։ Ասում է պարոն Մինասյանը, ասում է, հա, դե կոչ եմ անում ձեզ հրապարակեք բոլոր գործակալների անունները սովետական միության օրոք ովքեր են։ Ֆանտաստիկ է։ Այնց մեծ սիրով կհրապարակեի ես պարոն Մինասյան, բայց միթե դուք լինելով ըստ պարոն Կալուգինի դաշնակցության, որը ըստ պարոն Կալուգինի KGB-ի կողմից վերբով կայացած կուսակցություն է, այդ կուսակցության անդամ լավ չգիտեք, որ երբ որ դուք եղել եք իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, ինչ է տեղի ունեցել այդ գործակալական ցանցերի արխիվների հետ։ Միթե չգիտեք, պարոն Մինասյան։ Իրոք հիմա ուզում եք մեզ համոզեք, որ Ռոբերտ Քոչարյանն ու Դաշնակցությունը Հայաստանում եղել են իշխանություն ու KGB-ի գործակալների արխիվները սիրուն փոխանցել են Սերժ Սարգսյանին, իսկ Սերժ Սարգսյանն էլ, որը էլի մամուլում տարածված տեղեկատվության համաձայն էլի եղել է KGB-ի գործակալ Նարիմանով Մականունով, այդ KGB-ի գործակալների արխիվները այսպես սիրուն առոք-փառոք փոխանցել է մեզ։ Թողել եթե դաժե մեզ էլ փոխանցել, միթե ձեզ թվում է, որ մեր շարքերը ներդրված Արթուր Վանեցյանը այդ բոլոր արխիվները սենց սիրուն բերելու է, հեսա ասի, այ գիտեք ինչ կա, վերցրեք ու ուսումնասիրեք ու ծանոթացեք, թե ովքեր են KGB-ի գործակալները։ Ես ձեր մասին ավելի լավ կարծիք եմ, հարգելի ընկերներ։ Ինչևէ մի հետաքրքիր միտք էլ արտահայտեց պարոն Արծվիկ Մինասյանը, ասում է, դուք մեջ բերելով կոնկրետ տարիներ առաջ տեղի ունեցող մի դրվագ, փորձում եք անվանարկել մեր տեխնացուին։ Իրանց տեխնացուն հիշեցնեմ Քոչարյանական դաշնակցության տեխնացուն վաղարշապատի ընտրություններում մի մարդ է, որը ունի Սաքուլիկ մականունը, որը ինքը վաստակել է իր հալալ քրտինքով։ Ինչպես բացատրեմ ձեզ։ Մարդը Տարոն Մարկարյանի տեխնացուական ատոնախոսության պաշտպանության ժամանակ կանգնել է, ասենց պատա կանգնել կենթանի, վիրավորելով, անպատվելով, խայթելով լրագրողներին չի թույլ տվել, որ նրանք մտնեն նկարանեն։ Իրան ոչ մի բան չարած լրագրողներին, երբ որ ներսում ինչ-որ տենց բան չէր, էլի, ինչ-որ վատ բան չէր, ինչ-որ ինտիմ բան չէր տեղի ունեցողը, ինչ-որ չգիտեմ, անձնական բան չէր, ատենախոսության պաշտպանություն էր։ Այդ մարդուն օգտագործել են որպես կենթանի վահան։ Հետո Քոչարյանական դաշնակցությունը այլ ավելի լավ բան չի գտել անելու, այլ ավելի լավ տեխնացու չի գտել Վաղարշապատի, հասկանում եք, Վաղարշապատ, որտեղ գտնվում է Մայր աթոռը։ Ավելի լավ տեխնացու չի գտել Վաղարշապատի ընտրություններում առաջադրելու համար, առաջադրել է Սաքուլիկ մականունով այդ երիտասարդին, որի միակ ֆունկցիան միջև այդ եղել է Տարոն Մարկարյանի հանրապետական այլ գործիչների համար տենց լրագրողների մուտք փակել, բացելը, այս անելը, այն անելը, պատկանգնել։ Պարոն Մինասյան ասում է, դուք որ այդ ասում եք, այդ նշանակում է, որ դուք վախենում եք ու տեսել եք, որ բարձր վարկանիշ ունի։ Պարոն Մինասյան, աղբորպես էլի։ Անկեղծ էլի։ Միակ տեղը, որտեղ որ դաշնակցությունը իր դեմքով մասնակցել է ընտրություններին, ես եթե չեմ սխալվում 2021-ից ի վեր, դա եղել է Իջևանի ընտրությունները։ Ու Իջևանի ընտրություններից հետո դաշնակցությունը կարծեմ մեկը մեկի դեմ էին կնդեղելի 80-20 եղավ հարաբերակցությունը ձայների։ Այդ 20-ն էլ եղավ այն դեպքում, որ տենց միակ ընդդիմադիր ուժն էի ուղղակի, երևի տենց մարդիկ չեն եկավ չկողմնորոշված բան, տենց մարդիկ են եղել, ուղղակի դա են վերցրել։ 80-20, էտա ձեր վարկանիշը մեծ հաշվով։ Մի 5-6 անգամ ավելի պակաս։ Բայց մտածել, որ Վաղարշապատի պես համայնքում կարող է ինչ-որ մի տեխնացու, որի ականունը Սաքուլիկ է, ունենալ լուրջ վարկանիշ, որ մարդը կարող է Վաղարշապատում վեր կենա, ասի, այո, ես ուզում եմ, որ իմ Վաղարշապատ համայնքի ղեկավարը լինի Սաքուլիկը, ու ես գնալու եմ նրան քվեթամ, դա կներեք լուրջ չի։ Հետո էլ պարոն Մինասյանը ասում է, ինչի եք վիրավորական էպիտետներ եւ մնացած օգտագործում։ Պարոն Մինասյան, ախր դուք ձեր առաջադրած տեխնացուների այս ամբիոնից ձեր գոված ու սենց ֆորատված տեխնացուների բառապաշարը լսել եք։ Օրինակ լսել եք, որ Արթուր Վանեցյանի տեխնացուն այդ ընտրություններում օրինակ ինչ քարոզարշավային բառապաշարա փորձում օգտագործի։
Չգիտեմ, այնտեղ Արթուր Վանեցյանին բնորոշող ինչքան տենց փողոցային բառ կա, փորձում է այդ բառերը մեզ բան անի։ Օրինակ վերջերս բաներ արել։ Ինչ որ բառեր է օգտագործել, որոնք այս ամբիոնից չեմ էլ ուզում ասեմ, բայց եթե Արթուր Վանեցյանը իրանց այդ խոսույթը չզսպի, այդ բառերը Արթուր Վանեցյանի ճակատին կարելի է դաջել, օրինակ, տենց սիրուն դաջել Արթուր Վանեցյանի ճակատին։ Մի շարք այլ բառերի հետ։ Կամ ասում է բառապաշարը եւ այլն եւ այլն։ Դուք Իշխան Սաղաթելյանի հարցազրույցները լսել եք, ասենք։ Իշխան Սաղաթելյանի հարցազրույցները։ Չէ, ոչ մեկ չի լսում իր հարցազրույցները, պարոն Ալեքսանյան, իզուր։ Դե մենակ ես ինքը գիտի, որ իրանք չեն լսում, գիտի, որ ինքը մտածում է, որ մենք կարող է լսած լինենք, դրա համար այս դալիք չի մտնում Իշխան Սաղաթելյանը։ Որ լսեք այդ ելույթները չեք ունենա, ժողովուրդ ջան, ասենք սկսած ցուցական դերանուններից։ Այդ սրանք դրանքով այդ որ խոսում է, այդ սրանքն ու դրանքը մի օր համապատասխան ձևի իրան ցույց ենք տալու իհարկե, բայց այդ ի՞նչ ձև է։ Հետո կգաք այստեղ Վարդանիկին Վարդանիկ եք ասում, ինչպիսի անարգանք ոնց կարելի է այտենց խոսալ։ Դա ձեր կուսակցության ղեկավարն է, ասենք։ Ձեր բոլորի ղեկավարն է կուսակցական առնվազն Իշխան Սաղաթելյանը, չէ՞ ճիշտ եմ հիշում։ Իհարկե, դա ձեզ մեծ պատիվ չի բերում, բայց ինչև է։ Մի խոսքով, հա, վերջում մոռացա ասեմ, իմացա, որ տիկին Մարիա Զախարովան, ՌԴԱԳ խոսնակը, խոսել է Գյումրու ձերբակալված քաղաքապետ Վարդանիկի մասին, ասել է, որ իրանք հետևում են գործընթացին։ Դե բնական է, որ տիկին Զախարովան ու Ռուսաստանի մի շարք այլ գործիչներ կհետևեն Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դատաքրյա իրավական process-ներին, վստահաբար Ռուսաստանում հետևելու ոչ մի դատաքրյա իրավական հետաքրքիր process չկա, Ռուսաստանում առհասարակ քաղաքականության հետ կապված քրեական գործեր չեն լինում, դատավարություններ չեն լինում կամ մեղածներն էլ բնականաբար չափազանց անհետաքրքիր են տիկին Զախարովայի համար եւ տիկին Զախարովան ստիպված է իր հետաքրքրությունը բավարարել Հայաստանում տեղի ունեցող նմանատիպ գործերով, որոնք իհարկե էլի սարերի ու ձորերի տարբերությունն են Ռուսաստանում տեղի ունեցողների նկատմամբ, բայց վերջերս պարոն Ռուբինյանի հետ իդեպ մի հետաքրքիր մտքի ենք եկել, այօրինակ հարգելի ընդդիմություն դուք, որ հանդես եք գալիս մի Հայաստանը միութենական պետություն մտցնելու բանով։ Ինչի մի օր չեք գալիս ու այս ամբիոնից չեք խնդրում, որ ձեզ հետ վերաբերվեն այնպես, ինչպես միութենական պետությունը վերաբերվում են ընդդիմադիր գործիչների հետ։ Հեսա դուք ելույթներ ունեք, ես խնդրում եմ, որ դուք գաք այստեղ ու խնդրեք, ասեք, հարգելի իշխանություն, վերաբերվեք մեզ այնպես, ինչպես վերաբերվում են միութենական պետությունում ընդդիմադիրների հետ։ Ես կարծում եմ, որ այդ պահանջը կլինի արդար, որ այդ պահանջը կլինի շատ արդարացված։ Այ օրինակ հեռու չգնանք, որպես ձեր ոգեշնչող երկիր, օրինակ Բելարուսի ընդդիմադիր լիդերների հետ ո՞նց են վերաբերվում, խնդրեք, որ ձեզ հետ վերաբերվեն այդպես, օրինակ։ Շնորհակալություն։ Եվ հարց առաջին, հարգելի գործընկերներ եւ սիրելի համաքաղաքացիներ, ես չգիտեմ դուք նկատել եք ընդհանրապես այս քննարկումների ժամանակ թե ոչ, բայց մեր ընդդիմությունը հետևողականորեն հրաժարվում է բովանդակային քննարկում ծավալել եկեղեցականների շուրջ ընթացիկ խոսակցություններում եւ ըստ էության ինչերում ասես այդ մարդկանց մենք մեղադրեցինք եւ ի պատասխան լսեցինք միայն կրկնվող նույն մտքերը առայն թե սա բռնաճնշում է եկեղեցու նկատմամբ եւ որ չգիտեմ առավելագույնը որ հնարավոր է իրենց կողմից լսել այն է որ մենք դարձնում ենք եկեղեցիները կրպակներ բայց նայելով այս կողմ ուզում եմ անկեղծորեն հարցնել մեր գործընկերներին Հայաստան ֆրակցիայի փոքրաթիվ անդամներին, ովքեր այստեղ ներկա են։ Հարգելի գործընկերներ, ձեզ իսկապես չի հետաքրքրում ձեր կաթողիկոսը ուխտազանցա թե չէ։ Մենք այսքան բան ենք ասում, ասում ենք այդ ամենօրյա ռեժիմով ստեղից այդ միտքը լսում եք։ Հիմա եթե ինքը ձեր կաթողիկոսն է, դուք էլ այտենց եկեղեցապաշտ եք, ձեր համար այդ հարցը որևէ նշանակություն չունի, այդ հարցի պատասխանը։ Այդ մարդը լռում է, այս կես տարի է այդ թեման ամեն օր քննարկվում ազգային ժողովում, այդ մարդը լռում է։ Լավ, ձեզ այդ հարցի պատասխանը հետաքրքիր չի։ Չէ, բայց ինչ որ ձևով պետք է այդ բովանդակային քննարկման մեջ մտնեք, չէ՞։ Ասեք, չէ, չի եղել։ Մենք ասենք եղել է։ Բայց դուք չեք մտնում այդ քննարկման մեջ, որովհետև երբ որ մտնեք եւ այն պայծ երբ որ կմտնեք այդ քննարկման մեջ, հարցը կհասնի այն կետին, որ պետք է ապացուցել եղել է թե չի եղել, ու այդ պահին ուզած չուզած ձեր կաթողիկոսը պիտի մտնի քննարկման մեջ, ինչը բնականաբար ամենևին նրա համար ցանկալի չէ։ Մեզ ասում եք դարձել ենք եկեղեցիները կրպակներ։
Այդ դուք մեզ ասում եք, որ եկեղեցիները դարձել են կրպակներ, եւ ի պատասխան ես ձեզ հարցնում եմ, ինչ գործ ունի Վեհարանում Սամվել Կարապետյանի նկարը, ահռելի sense պատին խփած ու կողքը տենց փոքր, մի 3 անգամ փոքր Հիսուսի նկարը։ Դա ես անձամբ եմ տեսել։ Նորմալ է սա։ Ու մեզ ասում եք, մենք դարձել ենք կրպակ, ասում Սամվել Կարապետյանի նկարը sense մեծ ամբողջ պատով երկայնքով ուրիշ ավելի մեծ նկարը տեղ չկար։ Անգամներ ավելի մեծ քան մնացածը։ Դա նորմալ է։ Կրպակ ենք մենք դարձել եկեղեցին։ Կամ այդ մարդկանց խոսելա ձևը։ Ես արտարիք ունեցել եմ ստեղից խոսալ իմ փորձառությունից եկեղեցականների հետ շփվելու ի պաշտոնե, երբ աշխատակազմի ղեկավար էի, ասում եմ այդ մարդիկ հայհոյախառն բառապաշար ունեն։ Դա նորմալ է եկեղեցականի համար։ Չգիտեմ, այդ իրանց իերարխիկ բանի մեջ երկրորդ տեղն է, Տիկին Գյուրեղյանը նորմալ է, որ հայհոյանքով է խոսում, բանը հոգևորականը նորմալ է, Տիկին Վարդանյանը նորմալ է, կգա կպատասխանեք։ Սպասելու եմ ձեր, անկեղծ սպասելու եմ, ուզում եմ արձագանքել։ Եվ վերջապես, այո, պատասխանեք ձեր համար կարևոր է այդ մարդու ուխտազանցության հարցը, թե չէ։ Եվ եթե պարզվի, որ ուխտազանց է ձեր կաթողիկոսը, պետքա կարգալույծ արվի, թե չէ։ Խնդրում եմ պատասխանեք այդ հարցերին, իմանանք ձեր կարծիքը մեր եւ հանրության համար կարևոր է եւ պիտի իմանանք մասնավորապես մեր հանրության համար։ Մարդիկ պիտի գնան ընտրություն կատարեն կես տարուց։ Պարոն Մինասյանը ասում է ամբարտավանություն եւ այլ մեզ ամբարտավանության մեջ եմ Վարդանյան, բաց թողեք փոխնախարարին, խնդրում եմ։ Բաց թողեք այդ մարդուն։ Եվ մեր գործընկերները ըստ էության անդրադարձան այդ հարցին, ես ուզում եմ չգնալ հեռուն հիշել մարդու ով վաղուց այս ազգային ժողով գրեթե չի գալի երբեք եւ խոսալ ամենաակտիվ падգամավորն էի ծնդիմության, ես ուզում եմ ձեզ հիշեցնել 21 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ ձեր ամենաակտիվ падգամավոր Գեղամ Մանուկյանի բառապաշարը եւ ամբարտավանության եւ չգիտեմ սահմանները անցնելու մասին թերևս խոսակցությունը փակենք։ Եվ հարցեր, որոնց պատասխանը իսկապես դժվար է գտնել, եւ սա աբսուրդ է թերևս, մեր ընդդիմությունը դրանով եւս առանձնանում է։ Չգիտեմ, դուք նկատել եք, որ այն որ ընդդիմությունը չի մասնակցում այս նիստերին հաճախ, ընդդիմությունը չի մասնակցում թիմ ընտրություններին, ընդդիմությունը մերժում է հրավերը հանրայինի եթերում ելույթ ունենալու։ Սա աբսուրդ չի, միթե։ Այդ հիշեք օրինակ քոչարասերժական ժամանակները, մեզ անդադ մեղադրում են իհարկե այդ ժամանակները հիշեցնելու համար, բայց 1 րոպե կամ 10 րոպե հանրայինի եթերում ընդդիմության համար դա մեծագույն հնարավորություն էր։ Հիմա այս մարդիկ մերժում են։ Պատասխանեք մեզ, հարգելի գործընկերներ, ինչի ձեր երկու խմբակցություն կա ազգային ժողովում 2021 թվականից մինչ օրս, ինչի թիմ ընտրություններին դուք չեք մասնակցում։ Տարօրինակ է, թե չէ ժողովուրդ։ Չեն 5 տարի այս մարդիկ ընտրություններին չեն մասնակցում։ Դուք քաղաքականությամբ եք զբաղվում, թե ինչ։ Թե դες ձեր պրոքսի տեխնացուներով տենց փորձում եք ժողովրդին խաբել, ես մենք չենք, Վարդանիկը մենք չի բան տենց կապ չունեն մեր հետ։ Եվ պարոն Ամիջանյանը ինչպես միշտ ասում գնում է եւ չի վերադառնում, բայց պետք է արձագանքեմ մի քանի մտքի եւս։ Նախ միջև հիմա այդ բանը չեն թարգում։ Ասեք մեզ այդ ինչա խոստացել Ալիևին, ինչա խոստացել, այս մարդիկ ոնց որ բան ձկան հիշողություն ունեն, այսինքն 5 տարի շարունակ նույն միտքը, ասեք այդ ինչ եք դուք այնտեղ բան դռների հետևում պայմանավորվել, մենք գիտենք, օգոստոսի 7-ին հրապարակվեց ոչ մի նոր բան իհարկե, ինչպես եւ մենք ասում էինք, ու չի դադարում այս գործելակերպը, այսինքն ասեք այդ ինչ էր խոստացել։ Ու ընդհանրապես այդ պարոն Մամիջանյանը այստեղ չի, բայց իրեն եմ դիմում, ձեր քաղաքական ղեկավարների աշխարհընկալումները եւ գործունեությունը մի եւ դադարեք պրոյեկտել մեր վրա, մենք կուլիսային պայմանավորվածություններից հեռու ենք ի տարբերություն ձեզ եւ մեր եւ ձեր անցած քաղաքական ճանապարհը դրա ապացույցն է եւ եւս երկու հարց պարոն Մամիջանյանին։ Կրկնելով հարցս, պարոն Մամիջանյան, հաջորդ առիթին խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցին։ Ձեր ղեկավարի վարորդի մոտ
որտեղից $6 միլիոն կանխիկ գումար, որը նա պատրաստ էր վերադարձնել պետությանը, ձեր ղեկավարի վարորդի տանը։ Այս հարցին պատասխանեք եւ այս հարցը չեմ դադարելու կրկնել, մինչեւ չպատասխանեք։ Եվ վերջում արտաքին քաղաքականության մասին է խոսում պարոն Մամիջանյանը, ես փորձեցի բոլոր հնարավոր միջոցներով ChatGPT-ով, Gemini-ով, բոլոր հնարավոր AI-ներով փորձեցի գտնել տեղեկություն առայն, թե քանի մասնավոր եւ պաշտոնական այցեր են ունեցել իրենց պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը, այդ թիվը միանշանակ չի, բայց ես կխնդրեմ պարոն Մամիջանյանին վերհանել նման վիճակագրություն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մասով եւ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մասով հասկանալու համար, թե որ քաղաքական ղեկավարն է եղել արտաքին բլոկում առավել ակտիվ։ Շնորհակալություն։